Սրբազան պայքարի հերթական հոկտեմբերի 16-ի դատական նիստը մեկնարկից կարճ ժամանակ անց ընթացավ դռնփակ ռեժիմով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Տիգրան Գալստյանը ներկա չէ դատական նիստին, քանի որ գտնվում է Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Ասաց նաև, որ իր պաշտպանյալը ցանկություն ունեցել է եւ ի վիճակի եղել է ներկա գտնվելու այսօրվա դատական նիստին, սակայն նրա ներկայությունը չի ապահովվել։ Այնուհետև Հայաստան խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ դատարանին հրատապ միջնորդություն ունի ներկայացնելու, որի քննությունը պետք է իրականացվի դռնփակ կարգով։ Պատահական չեմ նշում, եթե ասում եմ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին, դատավարության մասնակիցներին հայտնի չի եղել։ Իսկ պաշտպանյալից էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում։ Ի վերջո դատարանը որոշեց Վարդևանյանի միջնորդությունը քննել դռնփակ նիստում։ Լրատվամիջոցները եւ դահլիճում գտնվողները դուրս հրավիրվեցին դատարանի դահլիճից։ Նիստի ավարտին Ռուբեն Մելիքյանը առանց մանրամասնելու միջնորդության եւ դատական նիստի բովանդակությունը անդրադարձավ կատարվածին։ Հիվանդանոցում է գտնվում պաշտպանյալս, բայց այնուհանդերձ մեր կողմից որևէ կերպ չի որևէ միտք արտահայտվել, որ մենք պատրաստ չենք դատական նիստի գալ։ Այո, հիվանդանոցում է ստացիոնար, բայց նախորդ դատական նիստին էլ կարծում եմ կհիշեք, որ մի կերպ տեղաշարժվելով գալիս էր։ Մեր համար շատ կարևոր է, որ դատական նիստերը ընթանան, եւ պաշտպանյալը գալիս էր, այս անգամ էլ էր պատրաստ գալ, նա ինքը չի դատական նիստերի դահլիճ գալացողը, նրան պետք է բերեն եւ չեն ապահովել այդ իրավունքը եւ ես կարծում եմ չֆիքսվենք այս նիստի վրա, այդ հանգամանքի վրա հենվելով չի կարող դատախազությունը զրկել անձանց միջնորդությամբ հանդես գալու կամ դիրքորոշում հայտնել, որ անձինք չպետք է միջնորդությամբ, որևէ միջնորդությամբ հանդես գան։ Այնուհանդերձ բովանդակությունը չբացահայտելով այն նշեմ, որ մյուս դատական նիստին, որքան ես հասկացա, այս միջնորդությանը անդրադարձ չի լինելու։ Այսինքն ոչ թե հետաձգվեց, այլ վերջացավ։ Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի բակում էին գտնվում Սրբազան պայքարի աջակիցները։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին, բայց արդեն ոչ դռնփակ ռեժիմով։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։